Ողջույն, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Գառնու Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Նոր սահմանադրության ընդունում, սպառազինություն, լեգիտիմություն ու համերաշխություն, ինչի մասին է խոսել Նիկոլ Փաշինյանն ու ինչ ժամկետ նշել։ Պատարագ վեհափառի ներկայությամբ և պատարագ առանց վեհափառի անվան հիշատակման, հանգստյան օրերի երկու զուգահեռ իրականությունը։ Կալանքը պատժիչ, թե կանխարգելիչ միջոց, իրավապահների ու քաղաքացիների ահազանգը Հայաստանի միակին բանտարկյալի նկատմամբ տեղի ունեցողի համար։ Օդի աղտոտվածությունը մտահոգում է արդեն նաև Ավինյանին, ինչ է հայտարարել քաղաքային իշխանության ղեկավարն ու որն է պատճառը։ Թրամփի խաղաղության արշավը կհասնի ռուս-ուկրաինական հակամարտությանը, թե պարզապես կանցնի կողքով, բանակցությունների հերթական ռաունդը Ժնևում։ Խորհրդարանում քննարկում են զինծառայության ժամկետի կրճատման հարցը։ Այն ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի սեղանին է։ Պաշտպանության նախարարն է ներկայացնում ծրագիրը։ Ըստ նրա, այն անհետաձգելի նախագիծ է։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Ըստ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, առանց փաստարկված, հրապարակված տվյալների, հիմնավորումների հապշտապ նախաձեռնությամբ փորձում են ընդունել նախագիծ։ Մանուկյանի խոսքով տպավորություն է, որ գործ ունենք լոկ նախընտրական քարոզարշավի գործիքի հետ։ Պատգամավորը ներկայացրել է իր առաջարկները։ Ուսումնասիրել և լուծել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների բազային աշխատավարձի բարձրացման հարցը, սահմանափակվելով ատեստացիայի անվան տակ զինծառայողների մեծ մասի չվերաբերած շատ ավելի քիչ թվով անձանց վճարման բարձրացմանը, փոխել բանակի ծառայության նկատմամբ հանրային ընկալումը, դադարեցնելով ՀՀ զու արժեզրկման, զինծառայողին, նրա առաքելության նսեմացման, այլ սոցիալական շերտերին ստորադասման իշխանական գործելավոճը, հանրակրթական համակարգում հստակ գործիքներով խթանել ՆԶՊ-առարկայի խստացված ուսուցանումը, ներդնել զինվորական ուսումնական հաստատություններ տիմորդների ուղղորդման, խրախուսման մեթոդներ, մշակել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության ավարտից հետո քաղաքացիական կյանքին ինտեգրման առավել բարենպաստ պայմանների ներդրման համալիր ծրագիր, երբ կխրախուսվեն առողջապահական, կրթական զբաղվածության ապահովման ծրագրերը, հանրային իրազեկման հասարակական ընկալման փոփոխության բազմակողմանի և երկարատև արշավ հանրության շրջանում զինծառայության նկատմամբ վստահության և հարգանքի արժանացման համար։ Օրակարգում է նաև սահմանադրության հարցը ոչ միայն Բաքվի, այլև պաշտոնական Երևանի։ Նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի կունենա 2026-ի խորհրդարանի ընտրությունից հետո, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ելույթի ժամանակ։ Նրա խոսքով այդ ընթացքում բոլոր ուժերը խորհրդարանի ընտրության քարոզարշավի ընթացքում կներկայացնեն սահմանադրության օրակարգի վերաբերյալ իրենց ասելիքն ու մոտեցումները, իսկ արդեն ընտրության արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում։ Ինչու նոր սահմանադրություն եւ ոչ թե սահմանադրական փոփոխություն։ Այս ու այլ հարցերի եւս Փաշինյանը պատասխանել է։ Առանձնացրել ենք նրա ելույթի առանցքային կետերը։ Լսենք եւ շարունակենք։ Ինչու նոր սահմանադրություն եւ ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, հանրային համերաշխություն կարող է ձևավորվել այն պարագայում, երբ պետության երկարաժամկետ տեսլականի շուրջ կա ընդհանրական պատկերացում, իսկ բանավեճը տեղի է ունենում այդ ռազմավարության իրականացման ճանապարհների ու մեթոդների կամ այդ մեթոդների առավել արդյունավետ կիրառման մասին, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն
ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։ Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը։ Սա ընդ որում վերաբերվում է թե արտաքին, թե ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին։ Բաքվում էլ մեր երկրի քաղաքացիական ներկայացուցիչները աշխատանքային եռուձեռի մեջ էին։ Խաղաղության կամուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նոր նախագիծն է։ Այսօր հայ պատվիրակներն ասուլիս են հրավիրել ու փոխանցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի ուղերձը։ Ըստ Բաքվից նոր վերադարձած Արեգ Քոչինյանի Հաջիևը նշել է, որ Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա։ Խաղաղության ճանապարհով են ուզում առաջ գնալ։ Իսկ Հայաստանից տարածքային պահանջներ Հայ եւ ադրբեջանցի պատվիրակները որոշել են նորից հանդիպել Երևանում կամ Բաքվում։ Հայ-ադրբեջանական խաղաղության մասին խոսել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար եւ սա վերաբերում է ոչ միայն տրանսպորտային միջանցքի գործառույթին։ Սա կարևոր է փոխադրողների համար ավելի լավ պայմաններ ապահովելու առումով եւ մրցակցությունը դրա համար ավելի բարենպաստ հիմք է ստեղծում։ Մյուս կողմից դա տարածաշրջանի կայունության ցուցանիշ է։ Կայունությունը կբարելավի միջանցքի շուրջ ենթակառուցվածքները եւ տարածաշրջանի տարբեր ոլորտներում ներդրումները, ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։ Ներքաղաքական թեմաների մասին։ Այս պահին գլխավոր դատախազության դիմաց նստածույց է հաջակցություն Լիդիա Մանթաշյանի։ 44 օրյայի մասնակից Արման Պետրոսյանն է նստածույցը սկսողը։ Երբ մեր պետությունում բանտարկված կինը ոչ թե հանցագործ է, այլ քաղաքական համոզմունքների համար հետապնդվող քաղաքացի, դա արդեն ոչ միայն անարդարություն է, այլև ազգային ամոթ, ասել է Պետրոսյանը։ Նա պահանջում է ազատ արձակել Լիդիային։ Ակցիայի նպատակը հանրությանը ներկայացնելու, որ Հայաստանում կա կին քաղբանտարկյալ, ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում հոդվածով եւ այդ գործը շինցու գործ է, շինցու մեղադրանք է եւ ես այս ակցիայի միջոցով փորձում եմ հասարակության հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրին, որպեսզի հնարավորինս շուտ ազատություն լինի Լիդիա Մանթաշյանին։ Ինչի համար եմ իրականացրել այս ակցիան, քանի որ հանրությունը լռում է, հատկապես կանանց իրավունքների պաշտպանության գործով զբաղվող կազմակերպությունները, մարդկանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները լուռ են։ Ես հրավիրում եմ բոլորի ուշադրությունը, մասնավորապես մեր արվեստի բնագավառի, մշակույթի բնագավառի գործիչներին, ինչպես նաև ազգային ժողովի падգամավորների եւ հատկապես կին падգամավորներին եւ նաեւ կին լրագրողների ուշադրությունը, որովհետեւ այս խնդրի առաջ այսօր կանգնած է Լիդիա Մանթաշյանը, հաջորդը կարող են լինել յուրաքանչյուր ոք ձեզանից։ Հիշեցնեմ, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է Լիդիա Մանթաշյանին կալանքի տակ թողնել ևս 3 ամիս։ Նրա նկատմամբ կիրառված այս որոշումը իրավապաշտպանները գնահատում են որպես շարունակական բռնաճնշում Հայաստանի միակ կին քաղբանտարկյալի նկատմամբ։ Իրավապաշտպաններն անօրինական են համարում Սրբազան պայքարի անդամ Լիդիա Մանթաշյանի կալանքն անփոփոխ թողնելն ու այն որակում են պատժիչ գործողություն, մինչդեռ պատժիչ գործողություններն իրականացվում են դատարանի վճռի հրապարակումից հետո։ Ըստ նրանց խախտվում է նաև մարդու անմեղության կանխավարկածը։ Կալանքն առհասարակ որպես խափանման միջոց ընտրվել է հազվադեպ, ասում են իրավապաշտպանները։ Դատախազությունը պատճառաբանում է, որ Լիդիա Մանթաշյանը տնային կալանքում հնարավոր է խոչընդոտի նախաքննությանը, մինչդեռ զրուցակիցներս նշում են խափանման բազմազան միջոցներ կան, որոնք կարող են կանխարգելել ենթադրյալ խոչընդոտման գործընթացը։ Անձը չի կարող խոչընդոտել կամ խոչընդոտել դատական մարմնի աշխատանքին կամ չի կարող պետք է լքի Հայաստանը, այդ ողջամիտ կասկածները չեմ կարծում, որ հիմնավորված են։ Ըստ իրավապաշտպանի վերջին տարիներին կալանավորվածներն ավելի շատ են, քան դատարանի որոշման բանտարկվածները, սա հայտարարություն է որակում Ժաննա Ալեքսանյանը։
գլխավոր դատախազը, ասենք, չափ անցել է ինձ թվում է։ Ոնց կարելի է կնոջ նկատմամբ, ասենք, ակնհայտ է, էլի, որ կինը ոչ մի կապ չունի իրենց առաջադրած մեղադրանքի հետ։ Նա դատախազը թող հերքի ինքը իր ասացները ազգային ժողովում, երբ որ պնդում էր այդ մեղադրանքը, այն ինչ որ պնդում էր հետո հերքվեց ձայնագրության մեջ։ Որ կալանքի կիրառումն անհիմն ու անհամաչափ է, պնդում է նաև Արտուր Սաքունցը, նա սակայն Լիդիա Մանթաշյանին քաղբանտարկյալ չի համարում։ Ապանման միջոցների ցանկը շատ ավելի լայն է եւ դրա դեպքում որևէ կերպ հիմնավորում չկա թե ինչու են հենց կալանքը որպես ապանման միջոց ընտրում։ Եվ այդ առումով իհարկե գործ ունի մարտիրոսի խախտման հետ։ Իրավապաշտպան Զարա Հովանիսյանի համար էլ դատախազության եւ դատարանի ներկայացրած հիմնավորումները պարզ չեն։ Հովանիսյանն ասում է, սովորաբար եթե կալանք են սահմանում, պետք է 2 ամսով սահմանեն։ Այս դեպքում որոշել են 3 ամիս։ Ինչու՞։ Իրավապաշտպանը նաեւ չի հասկանում, թե ինչու են սահմանափակել Լիդիայի այցելությունները։ Կալանքը որպես խափանման միջոց դեռևս շարունակում է Հայաստանում կիրառվել բավականին շատ, թեև քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է շատ ավելի բազմազան ձևեր, այս թվում նաև տնային կալանքը, վարչական վերահսկողությունը, ինչպես նաև գրավը եւ ստորագրությունը չհեռանալու մասին, բայց միևնույն է կալանավորումը դեռևս բավականաչափ կիրառվում է եւ այս դեպքում եւս հիմնավորումները այնքան էլ ազդեցիկ չեն։ Ահաբեկչություն պլանավորելու համար մեղադրվող Լիդիա Մանթաշյանի կալանքը դատարանը երկարաձգեց եւս 3 ամսով։ Երկարաձգվեց նաեւ նույն գործով անցնող Մովսես Շարբաթյանի կալանքը։ Փոխարենն այս պահին 7 մեղադրյալի նկատմամբ բանտային կալանքը վերացվել է։ Սեդա Մակարյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մատուցել են Սուրբ եւ անմահ պատարագ, որի ավարտին աղոթել են Միքայել arczepiskopos Աջապահյանի, Բագրատ arczepiskopos Գալստանյանի, Մկրտիչ էպիսկոպոս Պրոշյանի, Գարեգին Քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, բոլոր քաղբանտարկյալների, Բաքվի բանտերում պահվող հայրենիների համար։ Պատարագիչ Նարագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Շնորհք Աբեղա Պալոյաններ։ Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցած պատարագին։ Փաշինյանին դիմավորել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը, իսկ պատարագի ժամանակ զեղչել վեհափառ հայրապետին վերաբերող հատվածը։ Տեղի ունեցածին անդրադարձել է Մասյացոտնի թեմի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ Քահանա Աշուրյանը։ Ամենազազրելի արարքը կամ արարքները դրանք վախկոտությունն են եւ դավաճանությունը, շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում եւ ոչինչ չի կարելի փոխել արժանապատվության հետ, գրել է Տեր Զարեհը։ Քաղաքային խնդիրների մասին։ Նախորդ գիշեր արձանագրել են օդի որակի էական վատթարացում, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով պատճառը Հայաստանի տարբեր հատվածներում խոշոր հրդեհներն են։ Օդի աղտոտվածության մակարդակի վրա ազդում է նաև տերևների այրելը։ Ենթադրում եմ շատերը տեսել եք կողքի բակում կամ հենց մեր բակում ինչ որ մեկին, ով որ հավաքում է տերևները եւ աղբը եւ վառում է։ Սիրելի երևանցիներ, այդ փոքրիկ տերևների եւ աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են այդ բակում։ Այլ թեմաների մասին։ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ Ռազմիկ Նալբանդյանը։ Ըստ Արմլուրի տեղեկության նա Արցախից էր եւ վերջին շրջանում սպասում էր, որ առողջական խնդիրների պատճառով պետք է ազատ արձակեն նրան։ Այս տարվա ընթացքում արդեն 21-րդ մահն է գրանցվում բանտում։ Նոյեմբերի 16-ին գողություն է եղել Երևանում։ Երևանի 47-ամյա բնակիչը մեկ ամիս առաջ համացանցի միջոցով կապ է հաստատել Ալա եւ Սամվել Ղազարյան անունով անձանց հետ եւ աշխատանքի ընդունելու նպատակով հրավիրել է նրանց հարցազրույցի։ Տեղեկացրել, որ մեկ ամիս պետք է փորձաշրջան անցնեն, նրանց տրամադրելով խանութի մուտքի եւ շքամուտքի բանալիները։
Գագիկ Շամշյանը գրում է, որ ըստ քաղաքացու նոյեմբերի 15-ին ժամը 22-ի սահմանում, երբ այցելել է գրասենյակ, տեսել է, որ գողացել են 2 հատ նոթբուք, 1 հատ սովորական համակարգիչ իր մոնիտորով, 1 հատ լազերային տպիչ, 4 հատ տպիչի քարթրիչ, իրեն պատկանող 2 ՍՊԸ-ների կնիքը, փաստաթղթերն իր պայուսակով, արժեքավոր իրեր եւ 4 միլիոն 850 հազար դրամ։ Ընդհանուր վնասը կազմում է մոտ 6 միլիոն դրամ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու Միացյալ Նահանգների առաջարկած ծրագրի վերաբերյալ բանակցություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել։ Մշակել են խաղաղության համար թարմացված եւ կատարելագործված շրջանակային փաստաթուղթ։ Բանակցությունները կշարունակեն այս շաբաթ։ Ռուբիոն խոստովանել է, որ դրանք կարող են չավարտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նշած ժամկետով, այսինքն 5 Ռուբիոն լքել է Ժնևը եւ վերադառնում է Վաշինգտոն։ Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպումներից հետո։ Իսրայելը Բեյրութի հարավային արվարձանին ավիահարվածի ժամանակ սպանել է լիբանանյան Հեզբոլլահ զինյալ խմբավորման ավագ անդամի։ Սա մի քանի ամիս տևած հարադադարից ի վեր առաջին նմանատիպ հարձակումն է, գրել է BBC-ն։ Հեզբոլլահի շտաբի պետին իսրայելական զինվորականները ներկայացրել են որպես խմբի վետերան, որը զբաղեցրել է մի քանի բարձրաստիճան պաշտոններ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Դահիա թաղամասի խիտ բնակեցված բնակելի շենքի վրա հասցված ավիահարվածի պատճառով զոհվել է առնվազն 5 մարդ, վիրավոր է 28 մարդ։ Հեզբոլլահը հաստատել է պաշտոնյայի մահն ու հայտարարել, որ Իսրայելը հարվածով հատել է կարմիր գիծը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ուկրաինայի ղեկավարությունը 0 երախտագիտություն է հայտնել մեր ջանքերի համար, իսկ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից։ ԱՄՆ Ուկրաինա Ժնևյան բանակցություններից առաջ գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմն Ուկրաինայի հակամարտության կարգավորման 28 կետանոց ծրագիր է ներկայացրել։ Թրամփի սաստիչ գրառումից հետո պատասխան գրառում է արել Ուկրաինայի նախագահը։ Մենք շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Ամերիկան եւ նախագահ Թրամփն անում են անվտանգության համար, եւ մենք մնում ենք հնարավորինս կառուցողական, իր թելեգրամյան ալիքում գրել է Զելենսկին։ Կա մի պատրանք, որ եթե մենք պարզապես ավելի շատ փող ուզենք տրամադրենք Ուկրաինային կամ պատժամիջոցներ սահմանենք Ռուսաստանի նկատմամբ, հաղթանակը մոտ կլինի, հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Ըստ նրա, խաղաղություն չեն կարող հաստատել անհաջողակ դիվանագետները կամ քաղաքական գործիչները, որոնք ապրում են երևակայական աշխարհում։ Այն կարող են ստեղծել խելացի մարդիկ, որոնք ապրում են իրական աշխարհում։ Իրանի թշնամիները մահափորձ են ծրագրում գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ երկիրն անկայունացնելու նպատակով, հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։ Գերագույն առաջնորդն Իսլամական Հանրապետության հենասյունն է, այդ իսկ պատճառով թշնամիները թիրախավորում են նրան, ասել է Խաթիբը առանց որևէ լրացուցիչ մանրամասն հաղորդելու։ 86-ամյա Այաթոլլահ Ալի Խամենեին կառավարում է Իրանը 1989 թվականից։ Նիգերիայում զինված խումբը հարձակվել է Սուրբ Մարիամ կաթոլիկ դպրոցի վրա, առևանգելով 215 աշակերտի եւ 12 ուսուցչի։ Դեպքի մասին հայտնել է Նիգերիայի քրիստոնյաների ասոցիացիան։ Առևանգված աշակերտներից մի քանիսին հետագայում հաջողվել է փախչել եւ ողջ մնալ։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դպրոցի վարչակազմը չի ենթարկվել անվտանգության նկատառումներով դպրոցը փակելու Նիգերիայի կառավարության հրամանին։ Ջրհեղեղից տուժած Վիետնամում անօդաչու թռչող սարքի օգնությամբ փրկել են տղամարդու, որը հայտնվել էր թակարդում եւ ամբողջ գիշեր կարճած էր մնացել թփերից։ Վերջին տվյալներով ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 90-ի։ Optimus ռոբոտները բժիշկների, ոստիկանների, շինարարների եւ խոհարարների դերում։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը տեսանյութ է հրապարակել, որով ցուցադրել է իր պատկերացրած ապագան։ Օրեր առաջ նա աղքատությունը հաղթահարելու լուծում էր առաջարկել։ Մասկի կանխատեսած ապագայում այլևս աշխատանքի գնալու կամ գումարի կարիք չի լինի։ Աղքատությունը կվերանա, իսկ այդ հարցում կօգնեն Tesla ընկերության մշակած ռոբոտները։ Հավայան կղզիներում ժայթքել է վերջին տարիներին ակտիվ համարվող Kilauea հրաբուխը։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը կրկին եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Ես Գառն Ընթացյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ օրվա արդյունավետ շարունակություն։